Ապահովագրության կարևորությունը ոչ ոք չի քննարկում, որովհետև առողջապահության զարգացման եւ երկրի սոցիալական վիճակի կայունացման եւ առաջընթացի համար շատ կարևոր է առողջապահական ապահովագրության ներդրումը, բայց այն ապահովագրական օրենքի փաթեթը, օրենսդրական փաթեթը, որը այս պահին շրջանառվում է դեռ նախագծի ձևով, իդրաֆտ համակարգում, բազմաթիվ հարցեր է առաջացնում, հայտարարվեց, որ 0-ից 18 տարեկանները, 65+ տարիքը, առաջին, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամները, ինչպես նաև փարոսառուները 28 վար եւ այլն պետք է ունենան փաթեթ պետության կողմից տրամադրվող։ Անգամ առողջապահության նախարարը հայտարարեց, որ դա հեղափոխական որոշում է, պատմական որոշում է, սակայն 0-ից 18 տարեկան մեր երեխաները ստանում են պետական պատվերով բժշկական օգնություն եւ սպասարկում, այսինքն նրանք պետպատվերի շահառուներ են։ Առաջին, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամները դրանք պետական պատվերի շահառուներ են։ 28 եւ ավել փարոսառուները դրանք պետական պատվերի շահառուներ են։ Այստեղ մնում է, այսպես ասած, պատմական քայլը միայն 65+ տարիքը։ 65+ տարիքի քաղաքացիներին, երբ որ ֆիլտր ենք դնում, հանում ենք 28 բալ շահառուները, 65+, առաջին, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամները, այնտեղ մնում է մի փոքր խումբ, որը որ պետությունը ապահովագրական, այսպես ասած, ծախսը վերցնում է եւ հարց է առաջանում, իսկ ինչ եք առաջարկում այս մարդկանց։ Ասում են շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն, որը այս պահին անվճար է, առաջարկում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ, այսինքն ԱԱՊ-ի ծառայությունները, որը այս պահին եւս Հայաստանի Հանրապետության բոլոր բնակչության համար անվճար է։ Այսինքն, այստեղ հարց է առաջանում, սա մանիպուլյացիա է, թե ծավալուն, այսպես ասած, պատմական որոշում։ Ըստ իս սա մի մեծ մանիպուլյացիա է, որովհետև եթե չկան փաթեթները, ապա մենք չենք կարող ասել, մենք ինչ ծառայություն ենք, մեկ է կարող է պարզվի, որ 65+ տարիքին համար այն ծառայություններն են ապահովագրված, որը այս պահին իրենք ստանում են անվճար եւ արտոնյալ պայմաններով։